Ողջույն, այսօր ձեզ եմ ներկայացնելու մի շատ հետաքրքիր տեսանյութ։ Անուն, որը կործանում է երեխայի ճակատագիրը, ինչ անուն չպետք է տալ երեխային ոչ մի դեպքում։ Կամի հին հանելուկ, այն պատկանում է քեզ, բայց ամենից հաճախ օգտագործվում է ուրիշների կողմից։ Պատասխանն է իհարկե անունն է։ Դա առաջին բառն է, որին մարդը հանդիպում է կյանքում և վերջին բանը, որ մնում է։ Անունը մեզ ուղեկցում է դպրոցում, աշխատանքում, սիրո և կոնֆլիկտների ժամանակ։ Գիտնականները, հոգեբանները, թվաբանները և էներգետիկայի մասնագետները վաղուց եզրակացրել են, որ անվան հնչեղությունը ազդում է ոչ միայն այն բանի վրա, թե ինչպես են ուրիշները ընկալում մարդուն, այլև նրա ներքին աշխարհի, ինքնագնահատականի և նույնիսկ կյանքի սցենարների վրա։ Եվ եթե ծնողները ցանկանում են, որ իրենց երեխան մեծանա վստահ, ներդաշնակ և հաջողակ, անվան ընտրությունը պահանջում է ոչ միայն ոգեշնչում, այլև գիտակցված մոտեցում։ Անունը ինքնատիպության պատճառ չէ։ Առանձնանալու ձգտելով, որոշ ծնողներ իրենց երեխաների համար ընտրում են անսովոր, հավակնոտ կամ նույնիսկ սադրիչ անուններ, սակայն պայծառ փաթեթավորման հետևում հաճախ թաքնված է լուրջ ռիսկ։ Ամերիկացի հոգեբույժները պարզել են, որ անսովոր կամ զվարճալի անուններով մարդիկ 4 անգամ ավելի հակված են տառապելու թերարժեքության բարդություններից, անհանգստությունից և սոցիալական մեկուսացումից։ Նույնիսկ մանկապարտեզում երեխային կարող են մականուն տալ և հասակակիցների ծաղրը խորը հետք թողնի նրա հոգեկան աշխարհի վրա։ Նման անունը նրա անհատականությունը բացահայտելու փոխարեն ստիպում է նրան թաքնվել։ Հետևաբար, առաջին կանոնն այն է, որ խուսափեք այնպիսի անուններից, որոնք կարող են ծաղրի առարկա դառնալ, անբնական հնչել մայրենի լեզվով կամ չափազանց էկզոտիկ թվալ առանց ընտանեկան մշակույթի հետ իրական կապի, հնչյունի և իմաստի ներդաշնակություն։ Մարգարիտա Յաստրեբովան պարահոգեբան է, որը բազմամյա փորձ ունի, ընդգծում է, որ անունը պարզապես սպիտակ չէ, այլ ձայնային ալիք, որը ձևավորում է բնավորությունը։ Այն պետք է անթերի համադրվի հայրանվան և ազգանվան հետ։ Եթե ամբողջ լրիվ անունը հնչում է անհարմար և անհամապատասխան, դա նաև կազդի մարդու ներքին վիճակի վրա, բացատրում է նա։ Մասնագետը խորհուրդ է տալիս չանվանել երեխային նախկին սիրեցյալների կամ կուռքերի անուններով։ Անունը պետք է պատկանի հենց երեխային, այլ ոչ թե լինի ուրիշի կյանքի արձագանքը։ Հին անունը կարող է օտար հնչել ժամանակակից աշխարհում, իսկ օտար անունները կարող են դիսոնանս ստեղծել միջավայրում, հատկապես եթե երեխան իրական կապ չունի այդ մշակույթի հետ։ Նրա խորհուրդը հատկապես հետաքրքիր է։ Ժամանակ հատկացրեք ընտրության հարցում, դիտարկեք երեխային առնվազն 1 շաբաթ։ Դիտարկեք նրա բնավորությունը, եթե նա հանգիստ է, տվեք նրան մեղմ հնչյուններով անուն, նրա էներգիան հավասարակշռելու համար։ Եթե նա դանդաղաշարժ է և քնքոտ, ընտրեք ավելի հարուստ, ավելի էներգետիկ անուն։ Եվս մեկ կարևոր կետ. տղաներին չպետք է երկար ժամանակ կոչել փաղաքշական ձևերով, քանի որ ռիսկի տակ եք դնում տվյալ անձին 30 տարեկանում դառնալ հավերժական տղա, չկարողանալով զարգացնել հասուն տղամարդու ինքնությունը, ժամանակի և ծննդյան վայրի էներգիան։ Էներգետիկայի մասնագետ Նելի Ռենցոն նշում է անվան և եղանակի, նույնիսկ հայրանվան միջև կապը։ Նրա խոսքով լավ ընտրված անունը կարող է ոչ միայն ընդգծել բնավորության ուժեղ կողմերը, այլև մեղմացնել թույլ կողմերը։ Օրինակ, դեկտեմբերին և փետրվարին ծնված երեխաները հաճախ ունենում են համար և կրակոտ բնավորություն։ Նրանց համար հարմար են հավասարակշռող, հանգիստ թրթռում ունեցող անունները։ Մյուս կողմից, մարտ ամսին ծնված երեխաները առանձնանում են բարձր զգայունությամբ և խոցելիությամբ։ Նրանց համար օգտակար են հստակ կառուցվածքով և ներքին ուժ ունեցող անունները։ Արևային էներգիայով լի ամառային երեխաները լավ են համակերպվում իրենց անվանումների հետ։ Մասնագետը նաև զգուշացնում է երեխային մահացած հարազատների անունով կոչելուց։ Նույն անուն և հայրանուն ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ բախվեն կյանքի նմանատիպ մարտահրավերների, այդ թվում վթարների։ Հատկապես ուշադրություն պետք է դարձնել աղջիկներին։ Էներգետիկայի մասնագետի խոսքով, կանացի տարբերակներով արական անունները կարող են ներքին ինքնության կոնֆլիկտ առաջացնել։ Նման կանայք հաճախ ցուցաբերում են չափազանց անկախություն, դժվարանում են կառուցել ներդաշնակ հարաբերություններ, ուշ են ամուսնանում կամ դժվարություններ են ունենում ամուսնության մեջ, նշում է նա։ Դուք կարող եք փոխել ձեր անունը, բայց մի մոռացեք գլխավորի մասին։ Մասնագետները միակարծիք են, չկա մահացու անուններ։ Նույն անունը կարող է օրհնություն լինել մեկի համար և փորձություն մյուսի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է կրողը ընկալում իր անունը և որքանով է ինքն իրեն նույնացնում դրա
նրա հետ։ Կան դեպքեր, երբ անվան փոփոխությունը մեծահասակ տարիքում իսկապես փոխում է մարդու կյանքը, ոչ թե հնչյունների կախարդանքի պատճառով, այլ այն պատճառով, որ մարդը սկսում է հավատալ իր նոր տարբերակին։ Այնուամենայնիվ, բոլոր առաջարկությունների, համատեղելիության աղյուսակների եւ էներգետիկ քարտեզների հետևում թաքնված է մի պարզ ճշմարտություն։ Ամենակարևորը սերն է, հարգված, ընդունված եւ աջակցող երեխան կսովորի ընդունել իր անունը անկախ նրանից, թե ինչ է այն։ Անունը կարող է ազդել մարդու ուղու վրա, բայց այն ամբողջությամբ չի որոշում այն։ Եվ ծնողների իրական խնամքը, ուշադրությունը եւ հավատն են, որոնք շատ ավելի հզոր կերպով ձևավորում են մարդու անհատականությունը, քան ցանկացած հնչյուն։ Դե ինչ, շնորհակալություն տեսանյութը մինչև վերջ դիտելու համար։ Եթե հավանեցիք այն, ապա կիսվեք ձեր ընկերների հետ, բաժանորդագրվեք ալիքին եւ հավանեք տեսանյութը, չմոռանալով մեկնաբանություններ բաժնում գրել հետաքրքիր անուններ, որոնք դուք գիտեք։